Կարալնի։ Պարոն Սարգսյան, մի քանի օր է համանցացում ակտիվ քննարկում է կենսաթոշակների բարձրացման հարցը, նաև կառավարության միջամտության վիոլա ջուրը չի կտրելու ժողովրդի ջուրը, սա արդյոք դուք դիտարկում եք լեգիտիմ ընտրակաշառքի շրջանակներում։ Ժամանակ 16,000 էր թոշակը նաև դրան անդրադառնում։ Եկեք վերջից սկսենք, հա, որ թոշակի մասին էին իրանք խոսում։ Նվազագույն թոշակի մասին։ 16,000-ը, հիմա 46,000-ը։ Դուք իրենց ներկայացուցիչն եք։ Չէ, ես փոխանցում եմ, ինչ են ասում։ Իրանք այդպես չեն ասում։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ չեն տարբերակում, ինչ է նվազագույն թոշակ, ինչ է միջին կենսաթոշակ, որովհետև դրանք տարբեր հանգամանքներ են։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը իրենցից ովքեր խոսում են նվազագույն թոշակի մասին, իրենք չգիտեն, այս երկրում քանի ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում եւ ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում։ Եվ խնդիրը, ամենակարևոր խնդիրը միջին կենսաթոշակի մասին է խոսքը։ Եվ ես ինչպես մնացած բոլոր հայտարարությունները, այս հայտարարությունում եմ տեսնում ժուլիկություն։ Կտեսնեք, թե բոլոր թոշակառուները արդյոք 10,000 դրամով ավել կստանան իրենց թոշակները, իհարկե ոչ, հարցը մինչև ասելը չի, հարցը այն է, որ դա միջին կենսաթոշակի չափերի վրա նվազագույն ազդեցություն ունենա, նվազագույն, կտեսնենք, թե ինչքան է, մենք, այո, մեր ժամանակ եղել է 16,000, բայց իրենք իրենց նեղություն տան, մի 15-20 տարի առաջ գնան մեր ժամանակից, տեսնեն մեր ժամանակ ինչքան է եղել, Ես որ իրանց համար բան չեմ, վիճվարկություն չեմ, թող իրանք նայեն, տեսնեն իրանց երկու անգամ բարձրացրածն է շատ, թե մեր միջև 16,000 հասցրածը։ Իմ հարցը ընտրություններից առաջ այս քայլերի գնալու մասին։ Անդրադառնալու մա ձեր հարցին, էլ ինչու եք նեղություն քաշում երկրորդ անգամ տենց բանանը։ Գիտեք, ընտրությունները արդեն կեղծվել են։ Ես դա որպես ընտրակաշառք որակելը զուտ կարող է քաղաքական ինչ-որ հայտարարություն լինել, որովհետև, ինչ ասեմ, հլա ընտրապայքարը հլա չի սկսել, բայց որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են, փաստ է եւ որևէ մեկը չի կարող շղթել, եթե մարդիկ ձերբակալվում են, եթե, ինչ ասեմ, պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսեին ոչ ընտրական տարում եւ այլն, այդ բոլորը խախտումներ են։ Այսինքն, եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մարդու ձերբակալում են, դա խախտում չի։ Վաղ կեղծումը ինչպես է ալնում, կեղծելը հենց այդպես էլ լինում է, էլի։ Վաղուց, շատ վաղուց մեր երկրում յաշիկ լսներ չկա, շատ վաղուց։ Չկա, որովհետև էլեկտրոնային համակարգը ներդրվել է շատ վաղուց եւ ոչ թե հիմա, էլի։ Տարբեր է, կեղծելը տարբեր է։ Պարոն նախագահ, Արցախի վերաբերյալ ասում եք շարունակելու եք ձեր պայքարը, ենթադրում են նաև